Նախորդ էպիզոդներում արդեն խոսել ենք ակտիվ վաճառքի մասին։ Այսօր ավելի մանրամասն կխոսենք պոտենցիալ հաճախորդների տվյալների հավաքագրման եւ ոչ ընդհանրական, այլ կոնկրետ գործիքներով եւ օրինակներով։ Եթե ուզում եք ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ գտնել ու ամենակարևորը ճիշտ հաճախորդներ, ուրեմն մնացեք մեզ հետ։ Շատերը սխալման մտածում են, թե lead generation-ը ուղղակի անուններ եւ էլ հասցեներ գտնելն է, բայց իրականում սա վաճառքի ռազմավարության առաջնային ու ամենաֆունդամենտալ հիմքն է։ Եթե սա լավ չենք կարողանում անել, ապա չենք կարող նաեւ հասնել վաճառքի դրական արդյունքի։ Սա այն փուլն է, երբ գտնում ենք պոտենցիալ հաճախորդների, այն մարդկանց կամ ընկերություններին, ովքեր կարող են հետաքրքրված լինել մեր պրոդուկտներով կամ ծառայություններով։ Իսկ եթե ավելի պարզ, ապա lead generation-ը պատասխանն է հետևյալ հարցի. կոնկրետ ում պետք է մենք վաճառենք։ Եթե չգիտենք ում եք փորձում վաճառք անել, մնացածը պարզապես ենթադրություններ են։ Այդ պատճառով շատ կարևոր է այս փուլը կառուցել հստակ։ Իսկ թե ում պետք է թիրախավորենք, կարող ես նորից նայել ICP-ի մասին նախորդ էպիզոդը։ Եվ հենց այս տեղը գալիս օգնության ժամանակակից գործիքները, որոնք թույլ են տալիս ոչ միայն գտնել ճիշտ կոնտակտներ, այլ նաև արագ կապ հաստատել եւ ինտեգրել տվյալները դեպի CRM համակարգ։ Այսօր կներկայացնեմ 4 օգտակար գործիքակազմ լիդեր գեներացնելու եւ outbound process-ը լիարժեք ավտոմատացնելու համար։ Առաջինը Apollo-ն է։ Լիդերի գեներացման ընթացքում վստահաբար հանդիպել եք մարտահրավերների, որտեղից գտնել որակյալ կոնտակտներ, ինչպես հասցնել հաղորդագրություն ճիշտ մարդուն եւ ինչպես հետեւել ողջ գործընթացին առանց քաոսի մեջ ընկնելու։ Հենց այս ամենի համար էլ կարող է օգտակար լինել Apollo-ն։ Այս գործիքը առաջարկում է ավելի քան 275 միլիոն տվյալների կոնտակտ եւ թույլ է տալիս ֆիլտրել ըստ ընկերության մեծության, ոլորտի, գտնվելու վայրի, օգտագործվող տեխնոլոգիաների, օրինակ կայքում CRM օգտագործում են թե ոչ, կամ ըստ պաշտոնի եւ շատ այլ ֆիլտրերի։ Եկեք հասկանանք ինչպես կարող ենք օգտագործել Apollo-ն լիդեր գեներացնելու համար կոնկրետ օրինակով։ Մշակում ենք ICP-ն, օգտագործելով Apollo-ի համապատասխան ֆիլտրերը։ Ցանկանում ենք գտնել մենեջերների, հիմնադիրների եւ տնօրենների օրինակ։ Որպես գործունեության ոլորտ ընտրում ենք հաշվապահական ընկերությունները եւ անշարժ գույքի գործակալությունները, որոնք ունեն մինչեւ 100 աշխատակից եւ գործունեություն են ծավալում, օրինակ Միացյալ Նահանգներում։ Apollo-ն գեներացնում է կոնտակտներ ըստ մեր սահմանված ֆիլտրերի՝ անուն, վերիֆիկացված էլ-փոստի հասցեներ, հեռախոսահամար, սոցկայքերի լինքեր։ Եվ ամենակարևորը, գեներացրած լիդերի ցանկը կարող ենք ներբեռնել կամ տեղափոխել Pipedrive CRM համակարգ եւ շարունակել լիդերի հետ աշխատանքը հենց այնտեղ։ Երկրորդ, LinkedIn Sales Navigator։ Հաջորդ գործիքը, որ այսօր ավելի մանրամասն կուսումնասիրենք, դա LinkedIn Sales Navigator-ն է։ LinkedIn-ը պարզապես սոցիալական ցանց չէ, այլ մասնագիտական հարթակ, որտեղ միավորված են աշխարհի բոլոր ոլորտների decision maker-ները, կամ այսպես կոչված որոշում կայացնողները։ Այստեղ մարդիկ գտնում են գործընկերներ, կապ հաստատում պոտենցիալ աշխատակիցների կամ ընկերությունների հետ, բիզնես կապեր ստեղծում ու ամենակարևորը վաճառում։ Այն օգտակար է բոլորի համար, մարքեթինգից մինչև HR, դիզայնից մինչև C-level մենեջերներ։ Եթե դիտարկենք վաճառքի տեսանկյունից, կամ զբաղվում եք lead generation-ով, ապա LinkedIn-ը պարզապես must have գործիք է։ Իսկ ավելի խորացված եւ համակարգված աշխատանքի համար կարող ենք օգտագործել LinkedIn Sales Navigator-ը, որը հնարավորություն է տալիս օգտագործել LinkedIn-ում որոնման համակարգն ավելի ֆունկցիոնալ, կատարելով պոտենցիալ հաճախորդների ընդլայնված եւ թիրախավորված որոնումներ։ Վերածել նրանց CRM համակարգի կոնտակտների, պահպանել կոնտակտների եւ ընկերությունների ցանկը ու իհարկե ստանալ ինֆորմացիա յուրաքանչյուրի մասին ցանկացած փոփոխության ժամանակ։ Հնարավորություն է տալիս նաև առանձին հաղորդագրություններ ուղարկել ICP-ներին։ Sales Navigator-ը կարող ենք հեշտությամբ ինտեգրել այնպիսի CRM համակարգերի, ինչպիսիք են Pipedrive-ը կամ HubSpot-ը։ Երրորդ, Human Linker։ Հաջորդ գործիքը Human Linker-ն է, որը AI հիմքով աշխատող հարթակ է, որը կարող է օգնել թիրախավորված լսարանին նամակներ գրելու process-ով, հիմնվելով նրանց հետաքրքրությունների, նախասիրությունների վրա, եւ որ ամենակարևորն է, ավտոմատացնել նամակներ ուղարկելու process-ը։ Human Linker-ը կարելի է ասել անձնական օգնական է, որը մի քանի վայրկյանում կարող է կատարել գործողություններ, որոնց համար սովորաբար կպահանջվեր 10-ից 15 րոպե։ Human Linker-ը նաև կարող է օգնել գտնել պոտենցիալ հաճախորդներ ինչպես manual, այնպես էլ արհեստական բանականության լուծումների օգնությամբ, ուղարկելով անհատականացված հաղորդագրություններ եւ առաջարկներ։ Human Linker-ը թույլ է տալիս գտնել կոնտակտի մասին կարևոր տեղեկություններ, ինչով է զբաղվում, ինչ թեմաներով է հետաքրքրված,
Ստանալ եւ ուղարկել ավտոմատացված եւ անհատականացված նամակներ։ Եվ իհարկե ինտեգրել Sales Navigator-ի կամ CRM-ի հետ, կապելով եւ տեղափոխելով կոնտակտները մեկ հարթակից մյուսը։ Հիմա եկեք դիտարկենք կոնկրետ օրինակով։ Առաջին, ինչպես տեսնում ենք, կարող ենք կիրառել բազմապլատֆորմ, LinkedIn եւ email հաղորդագրությունների համար։ Դիտարկենք LinkedIn-ի օրինակով։ Կարող ենք ստեղծել անհատականացված մեկնաբանություն, ուղարկել հաղորդագրություն եւ առաջարկ։ Սահմանել համապատասխան կարգավորումները, հաղորդագրության լեզուն, արշավի նպատակը, ինչպես տեսնում եք, որպես նպատակ կարող ենք սահմանել հանդիպման նշանակումը, պրոդուկտի կամ ծառայության առաջխաղացումը եւ այլն։ Եվ իհարկե պլանավորել արշավը, հաճախականությունը, օրը եւ ժամը։ Չմոռանանք, որ թիրախավորված նամակները 3 անգամ ավելի շատ են պատասխաններ ստանում։ Պատկերացրեք 100 նամակից 30-ի փոխարեն ստանում եք 90 պատասխան։ Human Linker-ը հատկապես օգտակար է, երբ երկար վաճառքի ցիկլ ունեք ու պետք է վստահության հիմք ստեղծել եւ ցանկանում եք տարբերվող լինել տասնյակ այլ վաճառող հաղորդագրությունների մեջ։ 4-րդ գործիք՝ Surf։ Հաջորդ գործիքը, որի մասին այսօր կխոսենք, Surf-ն է։ Եթե LinkedIn-ը վաճառքի թիմի հիմնական գործիքն է, իսկ CRM-ը տվյալների կառավարման հիմքը, Surf-ը կարող է դառնալ կամուրջ այդ երկուսի միջև։ Մուտք գործելով Surf, կարող եք նշել անհրաժեշտ ֆիլտրները համապատասխան ձեր ICP-ի, գտնել համապատասխան կոնտակտները եւ նրանց մասին ինֆորմացիան անմիջապես տեղափոխել CRM համակարգ։ Հիմա տեսնում ենք պրակտիկ օրինակ, ինչպես LinkedIn-ում գտնելով համապատասխան անձի edge-ը, կարող ենք Surf-ի միջոցով գտնել նրա կոնտակտները եւ ինֆորմացիան տեղափոխել դեպի CRM։ Օրինակում մենք ֆիլտրում ենք տնօրենների պաշտոն զբաղեցնող անձանց։ Օրինակ Անդորայում։ Surf-ը ունի նաև Google extension, որը ներբեռնելով անհրաժեշտ է գցել LinkedIn-ի հաշվին, եւ LinkedIn-ում գտնելով համապատասխան անձի edge-ը, կարող ենք Surf-ի միջոցով գտնել նաև նրա կոնտակտները եւ այն ինֆորմացիան նույնպես տեղափոխել դեպի CRM։ Ավելին, կարող ենք նաև ինֆորմացիան տեղափոխել CRM-ում ստեղծված տվյալների վրա, ավելացնելով գործողությունները, որոնք պատրաստվում ենք կատարել։ 5-րդ՝ Lusha։ Հաջորդ գործիքը, որի մասին կխոսենք այսօր, Lusha-ն է։ Lusha-ն ավելի պարզ, միևնույն ժամանակ շատ արդյունավետ գործիք է որակյալ B2B կոնտակտներ ստանալու համար։ Այն հարմար է արագ ճիշտ կոնտակտին գտնելու եւ կապ հաստատելու նպատակով օգտագործելու համար։ Ինչով է օգտակար Lusha-ն։ Առաջինը, այն աշխատում է ինչպես ինքնուրույն հարթակի ձևաչափով, այնպես էլ որպես Chrome extension։ Սա նշանակում է, որ կարող եք ուղղակի LinkedIn-ում գտնվելով միանգամից տեսնել տվյալ անձի հեռախոսահամարը կամ L-post-ը առանց հարթակից դուրս գալու։ Lusha-ն տրամադրում է կոնտակտային տվյալներ, որոնք հիմնականում վերիֆիկացված են։ Կարող եք տեսնել կոնտակտների ցանկեր ըստ ձեր թիրախի ու արտահանել այդ տվյալները Excel ֆորմուլայով կամ ուղիղ ինտեգրել ձեր CRM համակարգին։ Օրինակ, ենթադրենք, փնտրում ենք decision maker-ներ առողջապահության ոլորտում, ովքեր աշխատում են ԱՄՆ-ում, փոքր կամ միջին բիզնեսում։ Lusha-ի միջոցով կարող եք ընտրել ոլորտը, երկրի ֆիլտրը եւ փնտրել այն մարդկանց, ովքեր ունեն համապատասխան պաշտոններ՝ CEO, founder, operations manager եւ այլն։ Լինելով LinkedIn-ում, պարզապես ակտիվացնում եք Lusha extension-ը եւ եթե տվյալները հասանելի են, մի քանի վայրկյանում տեսնում եք անուն, հաստիք, էլեկտրոնային post, հեռախոսահամար։ Այսօրվա մեր էպիզոդից կարելի է եզրակացնել, որ լիդերի որոնումը եւ գեներացիան կամայական գործողությունների ամբողջություն չէ, այլ կոնկրետ ռազմավարություն, հիմնված կոնկրետ մեթոդների եւ գործիքների վրա։ Էպիզոդում ներկայացված գործիքների հղումները կգտնեք վիդեոյի նկարագրություն բաժնում։ Իսկ եթե ուզում եք իմանալ ավելին այս թեմայի մասին եւ ոչ միայն, միացեք մեր Pi newsletter-ին։ Հղումը դրված է նկարագրության մեջ։ Ու մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել ալիքին։